Հիրավի սա վերջին հնարավորությունն է ազգովին դուրս գալու պատմական անարգանքից, որտեղ մարդասպանները խոսում են ժողովրդավարությունից, իսկ թալանչիները հայրենասիրությունից։ Եվ սա իհարկե հաշվեհարդար չէ, սա հստակ սահման գծելու հարց է, արդյոք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց հանցավոր կլանը շարունակում են լինել օրակարգ թելադրողներ, թե ունենք վերջապես ուժ, վճռականություն, կամք վերականգնելու մեր երկրում ժողովրդավարությունը, վստահությունը եւ արդարությունը։ Պետականության ամենամեծ սպառնալիքը անպատժելիությունն է, երբ մարտի 1-ի հրաման տվողը, զինվորի հաց գողացողը, ընտրություն կեղծողը, բանակ թալանողը նորից կանգնում են ամբիոնի առաջ ու խոսում արժանապատվությունից, դա արդեն անցյալի հարց չէ, դա ներկայի ու ապագայի հարց է։ Ու այս խնդիրը չի լուծվելու մի բանաձևով, մի հաղորդագրությամբ։ Սա լինելու է ազգային նշանակության լայնածավալ ծրագիր, որի հիմքում լինելու է լուստրացիա, զտում բոլոր ոլորտներում, դատական համակարգից մինչև մեդիա դաշտ, անցումային արդարադատություն, հանցագործին ու նրա հովանավորին մեկ տեղում կանգնեցնելու կամք, պետության զավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատական, որպես հանցագործություն ժողովրդի, պետության եւ պատմության դեմ։ Սա պայքար է ոչ միայն պետական հանցագործների եւ նրանց թողած ժառանգության դեմ, սա ճակատամարտ է ոչ միայն